տեսակապով միանում ենք քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանին։ Անդրանիկ, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ եւ միանգամից խնդրելու եմ ներկայացնեք ձեր դիրքորոշումը, թե ինչու է գալիս Վենսը, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան, Երևան, ինչու է մեկնում Բաքու, որովհետեւ հիշում ենք բոլորս էլ, որ այցը նախատեսված էր միայն դեպի Երևան, հետո ամեն ինչ փոխվեց, երբ Ալիևը Թրամփի հետ հանդիպեց ու որոշվեց, որ փոխնախագահը գնալու է նաեւ Բաքու ու հիշելով թե ինչ կատարվեց Սիրիայում, ինչպես վերընտրեցին իրենց գործընկերներին, խնդրելու եմ նշեք, թե որքանով կարևոր գործընկեր են Երևանը, որ չափով Երևանը եւ որ չափով Բաքուն Միացյալ Նահանգների համար։ Ընդհանուր առմամբ Կովկասյան տարածաշրջանը վերջին տարիների ընթացքում բավականին մեծ նշանակություն է ունենում մարամիտյան պետությունների համար, այդ թվում նաև Միացյալ Նահանգների եւ իհարկե եվրոպական պետությունների համար։ Պատճառները կարծում եմ հայտնի են բոլորիս էլ, դա առաջին հերթին Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններն են, որոնք բերին նրան, որ նոր ճանապարհներ սկսեցին կառուցել եւ հիմնականում այսօր ճանապարհները անցնում են Կովկասյան տարածաշրջանով, բայց բացի դրանից կա նաեւ Իրանի գործոնը, մենք տեսնում ենք այսօր, որ բավականին լարված են հարաբերությունները Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ եւ իհարկե Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը այն տարածաշրջանում, որը իրենց հնարավորություն հետագայում կարող է տալ զսպել ինչպես Իրանին, այդպես էլ ինչու ոչ Ռուսաստանին եւ Չինաստանին, այն երկու պետություններին, որոնք այսօր հիմնական մրցակիցներն են համարվում Միացյալ Նահանգների, եւ իհարկե եթե մենք խոսում ենք Կովկասյան տարածաշրջանի մասին, նաեւ պետք է խոսենք կենտրոնական Ասիայի մասին, որովհետեւ այս նույն ճանապարհների մասին, երբ խոսքը գնում է, նույն TRIP այդպես կոչված ծրագիրը, դա նշանակում է ոչ թե միայն այդ ծրագիրը պետք է սկսվի օրինակ Թուրքիայով անցնի Նախիջևան, հետագայում Հայաստանի տարածքով մինչև Ադրբեջան, այլ ինքը շատ ավելի մեծ ծրագիր է, որովհետև եթե ինքը այդպիսին փոքրիկ ծրագիր լիներ Ադրբեջանից դեպի Թուրքիա, Հայաստանի տարածքով եւ Նախիջևանով, այնտեղ կան լիքը այլ ճանապարհներ, ալտերնատիվ նույն Վրաստանի տարածքով էլ կարող էին իրենք անցնել եւ անցնում են։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային պետք է նոր ճանապարհներ եւ այդ նոր ճանապարհներից մեկը կարող է հանդիսանալ այդպես կոչված Թրամփի կամուրջը, որը հետագայում պետք է կապի նավթա ռեսուրսներով, գազային ռեսուրսներով եւ այլ բնական ռեսուրսներով հարուստ կենտրոնական Ասիայի պետությունները Եվրոպայի հետ եւ ինչու ոչ նաեւ Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ իրենք նույնպես հետաքրքրված են։ Այսինքն գլխավոր թեման օրակարգի երկու այցերի պարագայում էլ եւ Երևան եւ Բաքու Սյունիքն է։ Ճիշտ եմ հասկանում։ Անշուշտ ես կարծում եմ, որ գլխավոր թեման լինելու է TRIP-ը։ Այդտեղ դեռևս մնացել են հարցեր եւ վերջերս էլ նաեւ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ ինչ որ խումբ է եկել Միացյալ Նահանգներից, որոնք արդեն ուսումնասիրում են այդ ճանապարհները, որոնք պետք է հենց անցնեն Հայաստանի տարածքով։ Պարզ չի միջև հիմա թե կոնկրետ ինչ են ուսումնասիրում, ինչն է իրենց հետաքրքրում, բայց ակնհայտ է, որ հարցեր կային 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո եւ կարծում եմ, որ հիմա մենք հասել ենք այն փուլին, երբ որ այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն, բայց չեմ կարծում, որ այդ պատասխանները ի օգուտ Հայաստանի Հանրապետության լինեն, որովհետեւ մենք արդեն իսկ ունենք օրինակ տեղեկատվություն, որ այն կազմակերպությունը, որը մոնիտորինգ է անցկացնելու, անվտանգությունն է ապահովելու եւ շահագրգիռ կողմ է լինելու այդ TRIP-ի ծրագիրը կյանքի կոչելուց հետո մեծ մասը, այսինքն դուրս է գնում, ստացվում է, չնայած որ հայ-ամերիկյան կազմակերպությունն է լինելու, բայց ստացվում է, որ Հայաստանին ընդամենը 26%-ն է մնալու, բայց մնացած 74%-ը գնում է Միացյալ Նահանգներ կամ ինչ-որ այլ կազմակերպություններ, մի խոսքով դուրս է գնալու, սա արդեն իսկ ցույց է տալիս, սա արդեն իսկ ես կարծում եմ ցույց է մեր քաղաքացիների համար, որ այս ծրագրում Հայաստանը չի, որ հիմնական շահագրգռող կողմն է լինելու այս ծրագրում։ Անդրանիկ, ողջույն, երկու հարց ունեմ, առաջի հարցը ինչպես են Վրաստանում վերաբերվում Վենսի այցին, սա երևի թե այն հատուկ են այցերից է, երբ որ տարածաշրջանային է, բայց Վրաստան չի այցելում,
այսինքն այս վիճակը որ Թիֆլիսը այլևս կորցրել է ռեգիոնալ կենտրոնի, հա, այսպես ասենք պատվավոր կոչումը, եւ ես նկատել եմ որ որոշակի ինչ-որ խանդել կա որոշ վրացի ուրեմն քաղաքագետերի մոտ, որ փաստացի Վրաստանը դուրս է մնում օրակարգից, որն է պատճառը դրա ըստ քեզ եւ երկրորդ հարցը Ռուսաստանի դեսպանը եւ Ռուսաստանի ուրեմն կառավարության անդամները անընդհատ շեշտում են, որ Մոսկվան պատրաստ է միանալ Թրիպին, հաշվի առնելով երկաթուղի, գծեր եւ այլն, իսկ նույն Արադ Միրզոյանը ասում է, որ դա զուտ հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ Այդ Արադ Միրզոյանը շատ է սիրում հերքեր կամ ինչ-որ բաներ պահանջել, մոտավորապես իր ասածից, այդ կոնտեքստից հասկացվում է, որ սա զուտ հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ այլ երկրներ այստեղ չեն ներգրավվելու։ Որն է այդ Ռուսաստանի համառությունը եւ հետևականությունը այդ անընդհատ ինչ-որ բան շեշտելու, ի վերջո ըստ քեզ իրենք հասնելու են իրենց նպատակի թե ոչ։ Երբ խոսում ենք Վրաստանի մասին, ես կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք բաժանենք 3 լեվելների, այսինքն ուսումնասիրենք տարբեր այդ լեվելները, տեսեք, եթե խոսում ենք պաշտոնական աղբյուրների մասին, իշխանությունների հայացքների մասին, իհարկե իրենք այդ նեյտրալ դիրքն են փորձում պահել պաշտոնապես, այսինքն ասում են, որ անկախ նրանից, թե ծրագիրը կյանքի կոչի թե ոչ, Վրաստանը կմնա հիմնական այն տրանզիտ պետությունը, որի տարածքով անցնելու են բոլոր այդ ուղիները կենտրոնական Ասիայից, հետո Ադրբեջան եւ դեպի Եվրոպա կամ Թուրքիա։ Եթե մենք խոսում ենք ընդդիմության մասին, ակնհայտ է որ ընդդիմությունը փորձում է սա օգտագործել ներքաղաքական տեսանկյունից իշխանությունների դեմ, իրենք կարծում եմ ծայրահեղ տարբերակներ են փորձում ներկայացնել, որ իբրև թե ընդհանրապես Վրաստանը կկորցնի իր դիրքը որպես տրանզիտային պետություն եւ դրանից մեծ պարտություն կկրի հետագայում, եթե խոսում ենք երկարատև ժամկետների մասին, բայց եթե ավելի օբյեկտիվ մոտենանք, այսինքն այն կարծիքները, որոնք տարածված են իմ գործընկերների մոտ, օրինակ Վրաստանում, այստեղ հետեւյալ միտքն է, որ կարճաժամկետ Եթե մենք դիտարկենք այս ամեն ինչը, եթե իհարկե կյանքի կոչվի Թրիպի ծրագիրը, սա կնշանակի, որ կարճաժամկետում մոտավորապես 5, 10 կամ 15 տարի ամեն դեպքում Վրաստանը կպահպանի տրանզիտային այդ ազդեցությունը տարածաշրջանում, բայց հետագայում, քանի որ ավելի կարճ է ստացվում ճանապարհը այդ Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Թուրքիա Եվ քանի որ կա լարվածություն եւ եթե պահպանվի այդ լարվածությունը Վրաստանի եւ Եվրոպայի միջեւ, ապա չի բացառվում, որ 10 կամ 15 տարի հետո բոլոր ուղիները կամ ուղիների մեծ մասը, ավելի ճիշտ կլինի ասել, տեղափոխվեն դեպի հարավ, այդ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա այդ ճանապարհով անցնեն Իսա բավականին վտանգավոր արդեն կարող է դառնալ Վրաստանի համար ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլ նաև քաղաքական, որովհետև կան կարծիքներ այդպիսի նաև, որ հետագայում Եվրոպայում նախատեսում են այսպիսի ծրագիր, որ գնալով նզեմացնեն, թույլատնեն ազդեցությունը Վրաստանի որպես այդ տրանզիտային պետություն այս տարածաշրջանում, որովհետև հիմա մենք տեսնում ենք օրինակ 2024 թվականի ընտրություններից հետո Եվրոպան ակնհայտ ուներ հնարավորություններ ավելի մեծ ճնշում իրականացնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ, բայց իրենք դա չարեցին։ Պարզ պատճառներով չարեցին, որովհետև ինչ որ չափով կախվածության մեջ են գտնվում այդ տրանզիտային հարցում, իսկ հիմա ստացվում է, որ ավելի շատ իրենք խորացնում են հարաբերությունները Հայաստանի հետ, իրենք ասելով նկատի ունեմ Եվրոպան, եւ հետագայում չի բացառվում, որ այդ վիզաների լիբերալիզացիան օրինակ Հայաստանի հետ լինի, Վրաստանը դրանից զրկվի, նույն այս տնտեսական շահագրգռությունը, որ այսօր Վրաստանը ունի, որպես տրանզիտային պետություն, դրանից է զրկվի եւ հիմնականը Հայաստանը օգտվի դրանից, սա կնշանակի, որ հիմնական այն պետությունը, ում վրա հիմք է դնելու Եվրոպան, որպեսզի ամրապնդի իր դիրքերը մեր տարածաշրջանում, կարող է դառնալ Հայաստանը։ Իսկ Վրաստանը այլևս այդ հնարավորությունը կկորցնի, ինչը չի բացառվում, որ կբերի բավականին ծանր իրավիճակի ներքաղաքական Վրաստանի համար, ինչից կարող են օգտվել ընդդիմությունը, եւ եթե իրենց դրսի ուժերը նաեւ օժանդակեն, չի բացառվում, որ նաեւ իրենք փորձեր իրականացնեն իշխանապողության հասնել հենց Վրաստանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, տեսեք, այստեղ շատ հետաքրքիր խաղ են փորձում, կարծում եմ, խաղալ Հայաստանի իշխանությունները։ Մի կողմից իրենք շատ ուղիղ ասում են, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել TRIP ծրագրում, բայց մյուս կողմից իրենք տեսեք այդպիսի տեղեկատվություններ արդեն են հրապարակավ հենց եղել են, պաշտոնապես նաև դիմել է Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին,
որ որոշ ճանապարհները, որոնք միավորում են Հայաստանը կամ ապագայում պետք է միավորեն Հայաստանը Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, վերանորոգվեն Ռուսաստանի կողմից։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները այսօր ակնհայտ հասկանում են, որ Ռուսաստանը այնուամենայնիվ պահպանում է իր ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում եւ իրենք պետք է հաշվի առնեն Ռուսաստանի ազդեցությունը նամանավանդ գալիք պարլամենտական ընտրությունների համատեքստում եւ փորձելու են մի կողմից թրիպը իրականացնել Միացյալ Նահանգների եւ եվրոպական կողմերի միջոցով, բայց մյուս կողմից նաև փորձելու են ներգրավել Ռուսաստանի, բայց այլ ուղղություններով, այլ ոչ թե թրիպ ծրագրում։ Բայց ի՞նչն է խնդիրը այսօրվա իշխանությունների համար Հայաստանի Հանրապետության։ Տեսեք, իրենք ինչու հրաժարվեցին այդ նոյեմբերի 9-ին 2020 թվականի ստորագրված փաստաթղթից, ինչու հետագայում նաև հրաժարվեցին Արցախից, որպեսզի թույլատնեն Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում, որովհետև ակնհայտ հասկանում են, օրինակ, եթե տեսեք 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը այնպես չի, որ իմ երազած փաստաթուղթն է կամ մեր քաղաքացիների երազած փաստաթուղթն է, բայց այնուամենայնիվ մենք ունենք Արցախի մի մասը, մենք ունենք հնարավորություն, որ Արցախում այդ մի մասում շարունակում էին բնակվել մեր հայրենակիցները, իրենց իրավունքների մասին մենք շարունակում ենք միջազգային ասպարեզում խոսել, ունենք ճանապարհ Լաչինի կամ Բերձորի միջանցքը, որը կապում էր Հայաստանը Արցախի հետ, եւ պետք է նաեւ լիներ ճանապարհ, որը կկապեր Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ, որը կապեր Սյունիքի մարզով։ Երկու ճանապարհները այնպես չի, որ հավասար կարգավիճակ էին ունենալու, որովհետեւ մի պարագայում Լաչինի պարագայում այնտեղ ակնհայտ միջանցք էր, իսկ Սյունիքի պարագայում այնտեղ ընդհանրապես ճանապարհի մասին էր միայն խոսքը գնում, բայց որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը թույլատնեն տարածաշրջանում, հայկական կողմը, Հայաստանի իշխանությունները գնացին նման զիջումների, միակողմանի զիջումների, հրաժարվեցին Արցախից, ամեն ինչ արեցին, որ այդ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը այլևս չգործի, որ նոր ուրեմն ճանապարհ տրամադրեն, որը ավելի շատ հիմա ունի արդեն միջանցքի տրամաբանություն, հիմա այդ թրիպ ծրագիրը ինքը ավելի շատ նմանացնում է միջանցքը, բայց ինչն է վտանգավոր, նորից եմ ասում Հայաստանի իշխանությունների համար, որ իրենք այսպես հրաժարվելով Ռուսաստանից կարող են մի օր արթնանալ եւ տեսնել, որ օրինակ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի հարցում եւ չի բացառում նույնպես համաձայնությանը գան Հայաստանի հարցում կամ Կովկասյան տարածաշրջանի հարցում եւ միասին կյանքի կոչեն այդպես կոչված թրիպի ծրագիրը։ Եվ Անդրանիկ, Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ այս թրիպը անվտանգություն է երաշխավորում Հայաստանին, այսինքն այն ներկայացնում է որպես անվտանգության ֆակտոր Հայաստանի համար։ Սա հարցի մյուս կողմն է։ Մյուս կողմից ունենք երկրորդ նախագահ Քոչարյանին, որն էլ հայտարարում է, որ այս ձևաչափով թրիպը կարող է դառնալ Հայաստանի համար ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Որ ուղղությանն ես հակված, որովհետև շատ հակասական հայտարարություններ են, խնդրելու եմ բացատրես, թե իրականությունը որտեղ է այս պատմության մեջ։ Ճիշտ ասած, ես Նիկոլ Փաշինյանի առաջին մեկնաբանությունը չի, որ տրամաբանություն չեմ գտնում այդ մեկնաբանության մեջ, սա ուղղակի հերթական այդ մեկնաբանությունն է, որովհետև ոչ մի անվտանգության բաղադրիչ ես չեմ տեսնում այս ծրագրում, որը պետք է կյանքի կոչվի, հիմիկվա այս իրավիճակում։ Եթե հիմնական դերը այս ծրագիրը իրականացնելու մեջ պետք է խաղան Միացյալ Նահանգները եւ ինչ որ չափով նաեւ եվրոպական պետությունները, չի բացառվում իհարկե նաև ակնհայտ է դա Թուրքիան եւ Ադրբեջանը, դա նշանակում է, որ այլ պետությունները ներգրաված չեն լինելու այս ծրագրում, օրինակ Իրանը, օրինակ Ռուսաստանը եւ Չինաստանը։ Տեսեք, Չինաստանը, երբ որ նոր ճանապարհներ էր կառուցում եւ նաեւ այդ ճանապարհներից մի մասը պետք է անցներ Կովկասյան տարածաշրջանով, կապեր Ասիան Եվրոպայի հետ, կա նաև ծրագիր, որ Հայաստանի տարածքով էլ պետք է անցնի ճանապարհներից մեկը, իհարկե ոչ թե Ադրբեջանի տարածքով էր այն նախատեսում, Ադրբեջան-Հայաստան, այլ Իրանի տարածքով պետք է անցնել։ Բայց հիմա երբ որ թրիպ է կառուցվում, սա խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, եթե թրիպը կյանքի կոչեն, սա ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհ է լինելու, նաև երկաթուղի է լինելու, նաև այնտեղ նավթամուղ է անցնելու, գազամուղեր են անցնելու, էլեկտրոցանցեր են անցնելու։ Անդրանիկ, շատ համառոտ հարցն եմ, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ հիմնական շահառուներն են ամեն դեպքում, ստանում են թրիպը, նրանց հավակնությունները Հայաստանի տարածքի հանդեպ դադարում են, այսինքն դա նրանց վերջնանպատակն է, դա կբավարարի Թուրքիային եւ Ադրբեջանին, հետո կարող ենք հանգիստ նստել։
չեմ կարծում, որ մենք հանգիստ պետք է նստենք, ընդհակառակը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում շարունակում են խոսել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին եւ շատ ուղիղ ակնհայտ ասում են, որ այսօրվա Հայաստանը ձևավորվել է պատմական իբրև թե Ադրբեջանի տարածքների վրա. Դա նշանակում է, որ իրենք ունեն տարածքային նկարտումներ Հայաստանի նկատմամբ, իրենք անդադար նաև խոսում են նրա մասին, որ ոչ թե թրիփ է, այլ Զանգեզուրի միջանցք է, իսկ դա նշանակում է, որ իրենք ունեն ինչ-որ ծրագրեր, որոնք փորձելու են կյանքի կոչել, եւ դա երկարատև ծրագրերի մասին է խոսքը գնում, այսինքն փորձ է ավելու դեմոգրաֆիկ իրավիճակը նաև փոխել եւ տնտեսական կախվածություն առաջացնել Սյունիքի մարզի եւ Ադրբեջանի Թուրքիայի միջեւ։ Վերադառնալով J.D. Vance-ի այցին, կարող ենք հուսալ, որ ամերիկյան ճնշման ներքո եւ այս այցի օրերին կապակցությամբ մանավանդ հաշվի առնելով նաեւ այսպես կոչված դատավճիռները, որ մենք կունենանք ռազմաքաղաքական ղեկավարության Արցախի մեր պատանդների, գերիների վերադարձ, գոնե նրանցից ոմանց վերադարձ է։ Ես կարծում եմ դա լավագույն արդյունքը կլիներ մեզ համար, ամենաողջունելի արդյունքը այցից հետո, ճիշտ ասած չունեմ տեղեկություններ, թե որքանով է իսկապես աշխատանք արվում Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ, գիտեմ, որ Սփյուռքի կողմից այդ ուղղությամբ աշխատանք անվում է, հատկապես Միացյալ Նահանգներում գործող մեր կազմակերպությունների կողմից, հուսով եմ, որ ինչ-որ արդյունքի մենք կարող ենք հասնել եւ մեր բոլոր ռազմագերիները հնարավորություն կստանան ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ Հայաստան եւ վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ։ Եվ հիմա Անդրանիկ առաջարկում եմ մի պահ միանանք իմ գործընկեր Արթուր Սահակյանին ու ես նրան խնդրեմ մեզ բացատրել, թե ով է ընդհանրապես Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, ինչ ազդեցություն ունի, ով է Թրամփի համար Արթուր J.D. Vance-ը, եթե կարող եմ այսպես ձևակերպել, եւ որ ավելի կարեւոր է, ընդհանրապես ինչ դիրքորոշում է հայտնի նրանից Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ։ J.D. Vance-ը ընդհանրապես համեմատաբար նոր քաղաքական դեմք է, այսինքն քաղաքականության մեջ կարելի ասել նոր մարդ է, այն քաղաքականությունը մտել 2022 թվականին Օհայո նահանգից ընտրվել է որպես սենատոր, մինչ այդ նա եղել է բանակում, եղել է բանկային համակարգում, նույնիսկ լրագրող է աշխատել Իրաքում պատերազմի այդ ընթացքում, իսկ վերջին տարիներին նա աշխատել է ուրեմն մինչև քաղաքականություն մտնել է 2022 թվականը նա ուրեմն եղել է տեխնոլոգիական ընկերությունում Peter Thiel այդպիսի մի միլիարդատեր կա տեխնոլոգիական ընկերության տեր Palantir հայտնի ուրեմն հետախուզական հետախուզական տեխնոլոգիաների, որ հիմա շատ առաջընթաց է ապրում, այդ հիմնարկում է աշխատում եւ հենց Peter Thiel-ի հետ է կապվում դրա անունը, որ նա է նպաստել J.D. Vance-ի կարիերայի առաջխաղացման եւ քաղաքականություն մուտք գործելուն, շատ ուրեմն բավականին դրական ուրեմն կերպար է համարվում Միացյալ Նահանգներում, բավականին բարձր վարկանիշով եւ եթե տեսնենք վերջին 1 տարվա ընթացքում Թրամփի եւ J.D. Vance-ի միջև կարծես թե դերաբաշխում կա, այսպես չար ձյաձյայի կերպարը ստանձնել է Թրամփը, իսկ Vance-ը ավելի այդպես խուսափում է շատ հակասական հարցերում իր դիրքորոշումները հայտնելուց եւ ավելի շատ այդպես խնդիրներ լուծելու ավելի չեզոք դիրքորոշում է ուրեմն ընդունել եւ իր կյանքում մի շատ կարեւոր անձինք են եղել, որոնցից մեկը իր տատն է, կարծում եմ մեր հեռուստադիտողներից շատերը ծանոթ են իր կյանքի պատմությանը Hillbilly Elegy հայտնի գրքի միջոցով կամ համանուն ֆիլմի միջոցով, դա իր կյանքի պատմությունը, որը ինչ որ առումով նաեւ այսօրվա երիտասարդության համար ռոլ մոդել է համարվում, քանի որ նա իր կյանքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է, այսպես ասենք, աղքատ ընտանիքի երիտասարդ ուրեմն գործիչը երիտասարդը, ով չի ունեցել հայր, մեծացել է անհայր եւ այնուհետեւ մայրը թմրանյութերից կախվածության մեջ է եղել ամբողջ կյանքում եւ խնդիրներ է առաջացրել ընտանիքում, նա կարողացել է ուրեմն համալսարան 2 համալսարան ավարտել, ստանալ գիտնականի կոչում, հայտնի իրավաբան, աշխատել հանրահայտ ֆիրմաներում եւ ի վերջո մտնել սենատ եւ դառնալ փոխնախագահ եւ առաջիկայում նա կարելի ասել ԱՄՆ
նախագահի ամենահավանական տեխնացուն է գոնե այս պահի դրությամբ, որովհետև առաջին հերթին հանրապետականների մոտ մեծ հեղինակություն ունի J.D. Vance-ը եւ օրինակ մյուս հավանական տեխնացուն համարվում է Մարկո Ռուբիոն, բայց Ռուբիոն ինքը հայտարարել է, որ եթե J.D. Vance-ը առաջադրվի, ապա ինքը չի առաջադրվելու։ Իսկ դեմոկրատների մոտ առայժմ չի նշмарվում այն տեխնացուն, ով կարող է ձեռնոց նետել J.D. Vance-ին, այնպես որ գոնե այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ J.D. Vance-ը Միացյալ Նահանգների ամենահավանական հաջորդ նախագահն է լինելու։ Իդեպ մի քանի անձինք, որոնք մեծ ազդեցություն են ունեցել J.D. Vance-ի կենսագրության, երկուսի անունը արդեն ասացի իր տատը, որովհետև ծնողները ըստ էության իր կյանքի վրա մեծ ազդեցություն չեն ունեցել, հայրը ֆիզիկապես բացակայել է, իսկ մայրը ուղղակի թմրամոլ է եղել ըստ էության։ Peter Thiel-ը, որը ուրեմն ասացի ինչպես իր կարիերայում մեծ դեր է ունեցել, հաջորդը Charlie Kirk-ը երջանկայի շտակ, ում սպանեցին ուրեմն սեպտեմբերի 10-ին նախորդ տարի, հենց Charlie Kirk-ն է ներկայացրել J.D. Vance-ին Trump-ին։ Նա է եղել միջնորդը, նա է ներկայացրել եւ իդեպ J.D. Vance-ը նախկինում աչքի ընկել իր հակատրամփական դիրքորոշումներով դեմ է արտահայտվել Trump-ին, այստեղ կա այդպիսի մի արտահայտություն never Trumper, ասենք երբեք Trump-ական չի, բայց այնուհետև փոխել է իր դիրքորոշումը եւ այժմ, այսպես ասենք, իր ուղղնուցուցով համարվում է Trump-ի MAGA այդ շարժման ամենակարկառու ներկայացուցիչներից մեկը, ինչ վերաբերվում է հայկական հարցերին, այո, ինչպես արդեն ասացի, անի J.D. Vance-ը մեծ քաղաքական կենսագրություն չունի, 22 թվականին է ընդամենը մտել կոնգրես եւ 24-ին դարձել է փոխնախագահ, բայց այդ երկու տարիների ընթացքում որոշակի դրվագներ եղել են, երբ որ նա իր կարծիքն արտահայտել է հայկական հարցերի շուրջ, մասնավորապես 2023 թվականին, երբ որ Արցախի այդ շրջափակումը եւ կարճատև այդ պատերազմը եղավ եւ ուրեմն բռնի տեղահանումը J.D. Vance-ը իր դատապարտել է իր այդպես ասենք նոթերում ելույթով դատապարտել է կատարվածը եւ ասել, որ ուրեմն հնագույն քրիստոնեական պատմություն ունեցող ժողովրդին տեղահանում են եւ նա դատապարտել է հարձակումը ժողովրդի վրա եւ 24 թվականին մի դրբակ է եղել, երբ որ ամերիկյան ընկերությունները փորձում էին զենք վաճառել չեխական մի ընկերության, որը հայտնի էր Ադրբեջանի զենքի մատակարարման ուրեմն կապակցությամբ, J.D. Vance-ը կտրուկ դեմ է արտահայտվել դրան, հենց պատճառաբանելով Արցախի ժողովրդի բռնի տեղահանման փաստը եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիան։ Դերևս այլ այդպես հայտնի դեպքեր չկան, այո։ Շնորհակալ ենք Արթուր այսքան մանրամասների համար։ Հիմա Հայկ Նախալաթյան շարունակելու Մոսկվայից, հարցի իրավունքը նրանն է, միանանք։ Անդրանիկ արդեն մի փոքր խոսեց դրա մասին, որ հնարավոր է, որ ռուսական կողմի համառությունը այս տրիպի հետ կապված պայմանավորված է, որ կարող է Ռուսաստանը ամերիկյան այդ պայմանավորությունների արդյունքում մտնի այս նախագծի մեջ։ Ինձ հետաքրքիր ինչպես է նա գնահատում այդ հավանականությունը դրա, հաշվի առնելով այս վերջին զարգացումները, վերջին բանակցությունները ռուսական կողմի եւ ԱՄՆ-ի եւ արդյոք այդ բանակցությունները ըստ Անդրանիկի սահմանափակվեն միայն Ուկրաինայի հարցերով, թե ընդհանրապես ռուսական կողմը փորձելու է ԱՄՆ-ի հետ շատ այլ տարածաշրջանում եւ հատկապես հետ խորհրդային տարածաշրջանում այսպես ազդեցության գոտիներ ձևավորի։ Շնորհակալ եմ Հայկ ջան։ Տեսեք, շատ հետաքրքիր է, որ չի բացառվում, որ իսկապես Ռուսաստանը ներգրաված լինի տրիպի այդ ծրագրում, եթե Միացյալ Նահանգները Ռուսաստան համաձայնության գան ոչ միայն Ուկրաինայի հարցում, այլ նաև այլ հարցերում, այստեղ մենք պետք է այս ամեն ինչը դիտարկենք այն համատեքստում, որ Միացյալ Նահանգների համար հիմնական մրցակիցը աշխարհում դա Չինաստանն է ամեն դեպքում։ Եվ իրենք ամեն ինչ փորձում են անել, որպեսզի զսպել Չինաստանի զարգացումը եւ Չինաստանի աճող ազդեցությունը, ինչպես Եվրասիական մայրցամաքում, այդպես էլ ամբողջ աշխարհում եւ հատկապես նույն հարավային Ամերիկայում, որտեղ շատ ակտիվորեն հիմա Միացյալ Նահանգները աշխատանք են իրականացնում, այդ նույնիսկ նաեւ Չինաստանի ազդեցությունը թույլատնելու համար։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները արդեն իսկ Ուկրաինայի հարցում դա երևում է պատրաստ են որոշ հարցերում գնալ զիջումների
ինչին պատրաստ չէին օրինակ նախորդ իշխանությունները Միացյալ Նահանգների իրենք ավելի կոշտ դիրքերից էին հանդես գալի եւ Ռուսաստանին դիտարկում էին որպես հիմնական մրցակիցներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր մրցակիցը, ինչպես եւ Եվրոպան այսօր դա անում, այսօրվա իշխանությունների պարագան, Թրամփի պարագան որոշ փոփոխություններ ակնհայտորեն երևում են։ Եվ եթե ես կարծում եմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները գան ինչ որ համաձայնությանը, իսկ դա պետք է լինի այդ կոմպրոմիսային համաձայնություն եւ ուկրաինական կողմը դրան պետք է համաձայնվի, դրանից հետո կարծում եմ, որ այլ ուղղություններով նաև կարող են այդ համաձայնությունները հաստատվեն եւ այլ ուղղություններ ասելով ես ի նկատի ունեմ նաև Կովկասյան տարածաշրջանը եւ այդ թվում նաև այդպես կոչված TRIP-ի ծրագիրը։ Չի բացառվում, որ հաշվի առնելով Ռուսաստանի պատմականորեն կամ տնտեսական նաև ազդեցությունը այս տարածաշրջանում, հաշվի առնելով Ռուսաստանի շահերը այս տարածաշրջանում, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Միացյալ Նահանգները պատրաստականություն հայտնեն համագործակցել Մոսկվայի հետ, որպեսզի հետագայում իրենց ինչքան հնարավոր է այդքան շատ կտրեն Ռուսաստանը Չինաստանից, որպեսզի ազդեցությունը ուժեղացնեն այդ ճնշման ազդեցությունը Չինաստանի ուղղությամբ։ Շնորհակալ ենք Անդրանիկ հարցազրույցի համար, մեզ այս ժամանակը հատկացնելու համար։